Հարգելի խորհրդարան, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես կխոսեմ ոչ որպես պատգամավոր, առավել ևս ոչ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես պատմաբան եւ հասարակ քաղաքացի։ Հունվարի 29-ին մայրաքաղաք Երևանում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի տեքստը այստեղ իմ ձեռքում է։ Դա բացառիկ իրադարձություն էր, նույնիսկ պատմական իրադարձություն էր հայության կյանքում։ Ինչով էր բացառիկ, որովհետև այս փաստաթուղթը ոչ միայն պետական մարմինների, ոչ միայն այս կամ այն կուսակցության, ոչ միայն սփյուռքահայ մեր կազմակերպությունների, այլ հայ ժողովրդի բոլոր հատվածների համապարփակ փաստաթուղթ էր։ Սա հայ ժողովուրդների իղձերի, երազանքների, պահանջատիրության ու հայնատիրության փաստաթուղթն էր, որտեղ հստակ նշված է ինչ ենք մենք ուզում, որտեղ նշված է, որ ցեղասպանությունը սկսվել է ոչ թե 15 թվականին առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում, այլ 1894-ից մինչև 23 թիվը, որտեղ հստակ հղում է արվում ՄԱԿ-ի երկու կոնվենցիաներին, թե մարդու իրավունքների եւ թե ցեղասպանության դատապարտման, որտեղ հստակ հղում է արվում 15 թվականի մայիսի Անտատի երկրների ընդունված պատմության մեջ աննախադեպ եւ առաջին հայտարարությանը, որ սա մարտության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է։ Այն ժամանակ դեռ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն, ասենք գենոցիդ բառը դեռ չէր հորինել։ Եվ 15 թվականին Անտանտի երկրները դա ընդունում են։ Եվ այսօր այս դահլիճում հայտնվում են գործընկեր, որը նույնիսկ սա է քննադատում։ Մենք պետք է կարողանանք դադարենք առանձնանալ ընդհանուրից, պետք է դադարենք լինել ոչ միասնական։ Ոչ միասնականության պատճառով 428 թվականին հայոց նախարարները չլսեցին Սահակ Պարտևին եւ կործանվեց հայոց թագավորությունը։ Ոչ միասնականության համար 908 թվականին արծույները առանձնացան, իսկ 1045 թվականին բանալիները խելոք տարան տվեցին Բյուզանդիային եւ բագատույները կործանվեցին։ Ոչ միասնականության պատճառով փոխարեն պայքարային Կիլիկիայում միասնականության համար հակաունիտոր ունիտոր էին խաղում։ Ոչ միասնականության պատճառով կործանվեց առաջին հայոց հանրապետությունը, որի ժամանակ հայ բոլշևիկները փոխարեն գնային օրվա իշխանության կողքին կանեին ու պայքարեին քեմալական թուրքի դեմ, առավոտից երեկո քարոզ էին անում, որ թուրքեն թուրքը չի, որ քեմալական թուրքեն են թուրքը չի, մի կռվեք, եւ որի արդյունքում Կարսը հանձնվեց։ Բերեք լինենք միասնական, օրիգինալ չերևանք եւ հասկանանք, մենք կիսելու հայրենիք չունենք։ Շնորհակալություն։